Հաղորդման գլխավոր հովանավորն է Նակոել ընկերությունը իր մոթուլ ապրանքանիշով։ Բարև մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, Ավտոդրայվը կրկին եթերում է, ու այսօրը բավական նշանակալից օր է շատ շատերիս համար, իսկ թե ինչու, կիմանաք եթե մնաք մեզ հետ մինչև հաղորդման ավարտը։ Վերջին ժամանակներս հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակը շատ շատերիս, եթե չասենք ողջ հայ ազգաբնակչությանը, ստիպել է ուշադրությունը սևեռել սահմանամերձ բնակավայրերի վրա։ Հայ հասարակության մեջ զգալի ակտիվություն է նկատվում հայ դիրքապահներին հնարավոր ամեն ինչով օգնելու, սատար կանգնելու հարցում։ Մեզնից շատերը սեփական նախաձեռնությամբ այցելում են առաջնագից, տեղում իրավիճակին ծանոթանալու ու իրենց աջակցությամբ գոտեպնդելու տղաներին։ Այս հիրավի ազգանվեր գործից անմասն չի մնացել նաև հայաստանյան 4x4 օֆրոդ ակումբը։ Եվ այսպես երթի մասնակիցները վաղ առավոտյան ճանապարհ են ընկել։ Նրանք ավտոմեքենան բեռնել են հիմնականում տարբեր սննդամթերքով ու հյութերով, իսկ Երևան-Սևան մայրուղին նրանց տանում է դեպի Հանրապետության հյուսիս։ Ահա գեղատեսիլ Սևանա լիճը, որ իր գեղեցկությամբ հիացնում է տարվա բոլոր եղանակներին։ Մենք չենք կարող նշել, թե հատկապես դեպի ուր են ուղևորվում մեր արշավականները, դե իհարկե ուղղակի անվտանգության նկատառումներով, իսկ դուք, հարգելի հեռուստադիտողներ, եթե զինծառայողների շարքերում կտեսնեք ձեզ հարազատ դեմքեր, ուղղակի խնդրում ենք չբարձրաձայնել նրանց գտնվելու վայրը։ Օրնիվուն դևում է ինքարին նոր կարը և անունն է մեր հայ շինարար Ճանապարհն անցնում է լեռների միջով, ու այս գեղեցկությունը ուղղակի հրճվանք է առաջացնում մարդու հոգում։ Այսպես են մարդիկ ճանաչում հայրենիքը, ինչը նաև սեր է առաջացնում դեպի հայրենի հողն ու ջուրը։ Իսկ այդ հողն ու ջուրը զենքով, ինչու չէ նաև այլ միջոցներով պաշտպանելը դառնում է յուրաքանչյուր հայի սուրբ պարտականություն։ Հազարամյա մեր պատմության տապանը մեզ տարուբերել է աշխարհով Եթե մեզ կանչում մեր Մտերմիկ զրույց հրամանատարության հետ Զորամասի շտաբում։ Այս ամենից հետո ամենագնացով բարձրանում են դեպի դիրքեր։ Արդեն դիրքերում հենց իրենց զինվորների օգնությամբ նրանց համար նախատեսված սննդամթերքն ու մնացած ամեն ինչը հասցվում է վերջնական նշանակման վայր։ Անցնենք պոլիցիա։ Այո, մեր զինվորը ընկճված չի, դու խցերնա զինվորի կոֆել Նիշ են մեր ջայլից Կեսը ծվայլարկի օտ, կեսը Սովոր են իսկական ատես Ինչով օգնեն ծավը տանեմ, ասա Պահեն կրակին Հարգելի հեռուստադիտողներ, հայցում եմ ձեր ներողամտությունը կադրերի սղության պատճառով Ուղղակի կրկնում եմ, զուտ անվտանգության տեսանկյունից նկարահանումները եղել են սահմանափակ, այնպես որ բավարարվեք այսքանով։ Ուղղակի, օգտվելով առիթից, հորդորում եմ մեր ազգաբնակչությանը, հնարավորության դեպքում հաճախակի այցելեք դիրքապահ զինվորներին, դա նրանց չափազանց ոգևորում է և թև է տալիս։ Նրանք իրենց թիկունքն ապահով են զգում, այնտեղ գնացեք ժպիտով, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ճակատին մեր ժպիտներն են պետք։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։ Այսքանով ավարտում ենք մեր հաղորդման առաջին հատվածը։ Քիչ անց ձեզ կներկայացնենք մյուս մասը, որտեղ կրկին հետաքրքիր իրադարձություն է սպասվում մեր հեռուստադիտողին, այսինքն ձեզ։